Ամեն փառք մեր Աստծուն, սիրելիներս, կուզենամ այսօր ամեն մեկի սիրտը բաց լինի Աստծո խոսքը լսելու համար։ Գիտեք, մի շատ կարևոր թեմա եմ ուզում խոսել, որը ինձ շատ տանջում է իրականում այս վերջի մի քանի օրերը, ու ոչ մենակ այս մի քանի օրերը, անընդհատ էլ իհարկե մտահոգված եմ եղել այդ թեմայով, բայց այս վերջերս գիտես ոնց որ ավելի շատ է դա ինձ տանջում, ավելի շատ է ինձ անհանգստացնում, որովհետև մենք պիտի հասկանանք, սիրելիներս, որ հոգևոր կյանքը դա պատերազմ է։ Մենք պիտի հասկանանք, որ այսօր ամեն մեկիս հոգու համար, ամեն մեկիս անձի համար մեծ պայքար է գնում։ Գիտես, ես կարծում եմ մեզանից շատերը անգամ երբեմն չեն գիտակցում, ինչքան մեծ կռիվ է գնում յուրաքանչյուրիս համար հոգևոր աշխարհում։ Ինչքան մեծ ջանքեր է գործադրում սատանան իր դևերի հետ, որպեսզի ամեն մեկից տանի կործանման։ Ինչքան մեծ ջանքեր են գործադրում դևերը, որպեսզի գիտես ամեն մեկին գցեն պղծության մեջ, որպեսզի ամեն մեկի տունը քանդեն, ընտանիքը քանդեն, կյանքը կործանեն։ Եվ գիտեք, այնքան կարևոր է, որ մենք զգուշանանք, ես այսօր ուզում եմ եւս մի անգամ մեզ հիշեցնեմ դրա մասին, որ իրականում կա հոգևոր պատերազմ, կա հոգևոր պատերազմ եւ գիտես բարի լուրը նրանում է, որ Հիսուսը արդեն հաղթել է խաչի վրա եւ Աստծո խոսքը ասում է, որ նա այդ հաղթանակը ինձ ու քեզ է տվել։ Դա նշանակում է, որ գիտես Հիսուսը ամենադժվար բաժինը արել է, ինձ ու քեզ ընդամենը մնում է բռնվել այդ հաղթանակից։ Այսօր իմ ուղերձը այսպես են վերնագրել սատանայից որսվածները։ Սատանայից որսվածները։ Կուզենամ իրար հետ բացենք 2 Տիմոթեոս ու կարդանք 2 գլխից։ 2 գլուխ 22-րդ խոսքից կկարդամ։ Երիտասարդական ցանկություններից փախիր, այլ հետևիր արդարության, հավատքի, սերի, խաղաղության, Տիրոջ անունը սուրբ սրտանց իրանց վրա կանչողների հետ։ Բայց հիմար եւ անկիրթ վիճաբանություններից հետ քաշվիր, իմանալով, որ կռիվներ են ծնում։ Բայց Տիրոջ ծառային պետք չի կռիվանել, այլ ամենի հետ հեզահոգի լինել, սովորեցնող, ողջ չպահող, հակառակողներին հանդարտությունով խրատել, թերևս Աստված նրանց ապաշխարություն տա ճշմարտությունը իմանալու համար։ Եվ սատանայի որոգայթից զգաստանալու, որից նրանք որսացվել են, նրա կամքին ծառայելու համար։ Հետաքրքիր տեղ է։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին է գրում, ասում է, գիտես, խոսում է հակառակվողների մասին։ Հակառակողներին ասում է հանդարտությամբ խրատի, միգուցե ասում է նրանք կապաշխարեն, միգուցե ճշմարտությանը կգան։ Եվ ինչ կլինի, ասում է, եւ սատանայի որոգայթից, որպեսզի զգաստանան, ասում է, որից նրանք որսացվել են, նրա կամքին ծառայելու համար։ Սիրելիներս, այսօր ուզում եմ խոսել դրա մասին։ Ինչպես է սատանան որսում քրիստոնյաներին։ Ինչպես է սատանան քրիստոնյաներին այսօր պահում իր թակարդի մեջ, իր որոգայթի մեջ։ Գիտեք, թակարդը դա մի տեղ է, որ թակարդը ընկնելով, ասենք մենք գիտենք, չէ, օրինակ, որսորդության մեջ, երբ որ ինչ որ թակարդներ են, ծուղակներ են դնում, կենդանին ծուղակի մեջ ընկնելով ինքը դեռ չի մահանում։ Բայց ծուղակի մեջ ընկնելով արդեն հավանականությունը մեծ է, որ իրան սպանելու են։ Ու գիտես, քանի դեռ դու թակարդի մեջ ես, հնարավորություն կա ազատվելու սիրելիս, Աստծո շնորհքով, Աստծո ողորմությունով եւ ապաշխարության միջոցով։ Բայց շատ կարևոր է, որ ամեն մեկս հասկանանք, եթե ինչ որ մեկը մի բանի մեջ բռնված է, որ ժամանակին է պետք է ապաշխարել, որովհետեւ եթե ժամանակին չապաշխարեն, կործանումը կգա։ Եվ գիտես, մի հատ հետաքրքիր բան է ասում, որսացվել են ինչի համար, որպեսզի նրա կամքին ծառայեն։ Գիտես, շատ անգամ սատանան որսում է մարդկանց ինչի համար, որ իր կամքին ծառայեցնի։ Սատանային իր ծրագրերը այս երկրի վրա իրականացնելու համար մարդիկ են պետք, ժողովուրդ։ Ինչպես որ Աստծուն են մարդիկ պետք, իր արքայությունը այս երկրի վրա կառուցելու համար, այդպես էլ սատանային են մարդիկ պետք, որպեսզի իր գործերը կատարի այս երկրի վրա։ Ու ցավոք սրտի շատ անգամ սատանան այդ մարդկանց գտնում է եկեղեցում, որպեսզի եկեղեցիները պառակտի, որպեսզի ծառայողների դեմ ապստամբություն բարձրացնի, որպեսզի Աստծո գործը կանգնեցնի, քննադատություն բերի, բամբասանքներ բերի, չարախոսություն բերի, ատելություն սերմանի։ Ու ցավոք սրտի շատ անգամ ինքը գտնում է տենց մարդկանց եկեղեցում։
Ես կուզենամ եւս մի տեղ կարդանք սիրելիներս, առաջի Պետրոս 5-րդ գլուխ 8-րդ խոսքը, 8-ից 11 խոսքերը կկարդան։ Արթուն եղեք, հսկում արեք, որովհետև ձեր ոսող թշնամին Սատանան գոռոզ առյուծի պես ման է գալիս եւ որոնում է, թե որին կուլ տա, որին հակառակ կացեք հավատքով հաստատված, գիտենալով, որ ձեր եղբայրներն էլ, որ աշխարհի մեջ են, նույն չարչարանքներն են քաշում։ Եվ ամեն շնորհքի Աստվածը, որ մեզ կանչեց իր հավիտենական փառքի մեջ Քրիստոս Հիսուսով, ձեզ որ մի քիչ չարչարվում է, կատարյալ անի, հաստատի, զորացնի, հիմնի, նրան լինի փառքը եւ իշխանությունը հավիտյանս հավիտենից, ամեն։ Գիտեք, Աստծո խոսքը ասում է, որ Սատանան ոսող թշնամու նման մանա գալիս։ Գիտեք, ինքը դադար չունի գիշեր ու ցերեկ, ինքը մանա գալիս ու փնտրում է ում կարելի է կուլ տալ։ Գիտես, Սատանան փնտրում է ամեն մեկի, որպեսզի գտնի ամեն մեկի թույլ տեղը։ Սատանան փնտրում է, որպեսզի տեսնի ով է տկարացած։ Սատանան փնտրում է, որպեսզի տեսնի ով է հավատքի մեջ թուլացել։ Եվ Աստծո խոսքը ասում է արթուն եղեք, հսկում արեք։ Գիտես, հոգևոր կյանքը դա կիրակի օրը մենակ եկեղեցի գալը չի։ Հոգևոր կյանքը դա ամեն օրը ու ամեն ժամ է սիրելիս։ Որովհետև մենք ապրում ենք այս չար աշխարհում եւ ամեն մի վայրկյանը սիրելիներս մենք փորձվում ենք։ Փողոց դուրս գալով մենք փորձվում ենք։ Գիտեք, ինտերնետ մտնելով մենք փորձվում ենք։ Ինչ որ շրջապատ ընկնելով մենք փորձվում ենք։ Ու Աստծո խոսքը ասում է արթուն եղեք, հսկում արեք։ Ես ու դու շատ զգուշ պետք է լինենք։ Ինչ մտքեր են գալիս իմ ու քո մոտ։ Ինչ շրջապատի մեջ ենք մենք գտնվում, ինչ մարդկանցով ենք մենք շրջապատված։ Ինչն է զբաղեցնում մեր ժամանակը այսօր ամենից շատ։ Եվ գիտես, ցանկացած մի բան, որտեղ որ դու թուլանում ես, Սատանան դրա մեջ հնարավորություն է փնտրում, ինչպես կործանի քո կյանքը, ինչպես գա ու քեզ կուլ տա։ Եվ եւս մի տեղ եմ ուզում կարդալ Առակաց գիրք 29-րդ գլուխ, Առակաց 29-րդ գլուխ 6-րդ խոսքը։ Չար մարդի հանցանքումը որոգայթ կա, բայց արդարը ցնծում է եւ ուրախանում։ Գիտես ինչի միջոցով է Սատանան բռնում մեզ որոգայթի մեջ։ Ասում է, ով որ փորձվում է, չասի թե Աստվածա ինձ փորձում։ Ամեն մեկը Հակոբոսը կասի, փորձվում է բուն իր ցանկություններից հրապուրված ու խաբված։ Ինչպես ենք ես ու դու ընկնում Սատանայի որոգայթը, մեր սխալ ցանկությունների, սխալ ձգտումների, սխալ մտքերի, սխալ արարքների պատճառով ընկնում ենք Սատանայի որոգայթը։ Ու երբ որ Սատանան մեզ բռնում է իր որոգայթի մեջ, ինչ է սկսում անել Սատանան։ Սատանան մեզ սկսում է ծառայեցնել իր կամքին։ Ինչ է դա նշանակում։ Սատանան սկսում է ինձ ու քեզ օգտագործել ուրիշների կյանքը քանդելու համար։ Հերիք չի մենակ քո կյանքն է քանդում, հələ քեզ էլ օգտագործում է ուրիշների կյանքը քանդելու համար։ Եվ այսօր սիրելիներս ուզում եմ խոսել այդ թակարդի մասին, ինչ թակարդներ է, որ Սատանան դնում է մեր կյանքում։ Գիտեք, ամենամեծ թակարդը դա մեր մտքերն են։ Հենց մեր մտքի միջոցով է ամեն բան սկսվում։ Հենց մեր մտքերի միջոցով է, որ Սատանան մեզ բռնում է իր ծուղակների մեջ։ Գիտեք, շատ անգամ լինում է, երբ որ խոսում ենք, ասենք, եղբայրների հետ, ասենք, ես ինքս ծխել եմ, գիտեմ դա ինչ բան է։ Ես ասում եմ, գիտես, բավական է այստեղ մտափոխվես, ծխելը կթարգես։ Հերիքա ուղեղիդ մեջ որոշում կայացնես, մտքում մտափոխություն տեղի ունենա, ծխելը շատ հեշտ կթարգես։ Գիտեք, անգամ երբ որ մենք խոսում ենք ապաշխարության մասին, մետանորենս բառը, իմաստներից մեկը նշանակում է մտափոխվել։ Երբ է մարդը փրկվում, երբ որ մտափոխվում է, երբ որ մտքի մեջ մի բան է տեղի ունենում, լսում է Աստծո խոսքը, հասկանում է, որ ինքը մեղավոր է ու հանկարծ որոշում է կայացնում։ Հենց որոշում է կայացնում, փրկությունը գալիս է։ Ես համոզված եմ, գիտեք, շատ հոգեբաներ փորձում են օգնել մարդկանց։ Եղել է ժամանակ, որ անգամ իմ պապան ինձ տարել է հոգեբանի մոտ, երբ որ ես խաղամոլության մեջ էի, փորձում էին հոգեբանի օգնությամբ ինձ ազատել դրանից։ Բայց գիտեք, հոգեբանը չէր կարա ինձ ազատի։ Պետք էր ինչ-որ բան, որ իմ մտքի մեջ պետք է փոխվեր։ Իսկ դա տեղի ունեցավ, երբ որ Հիսուսը եկավ իմ կյանքի մեջ։
Դա տեղի ունեցավ, երբ որ ես հասկացա ով է փրկողը, ով է գինը վճարել խաչի վրա։ Ու հենց որ մտափոխվեցի, ամբողջ կյանքս փոխվեց։ Ապաշխարեցի, մտափոխվեցի, երբ որ մտափոխվեցի, իմ կյանքը փոխվեց։ Եվ գիտեք, սիրելիներս, ինչա շատ անգամ տեղի ունենում, սատանան մեզ բռնում է մեր մտքի մեջ։ Հիմա կխնդրեմ, եկեք մի փոքր մտածենք նրա մասին, մեր կյանքի ամենամեծ մեղքերը, ամենավատ իրավիճակները, ինչի մեջ որ մենք ընկել ենք, ինչից է սկսվել ամեն ինչը։ Երբ որ մարդիկ խառնվում են իրար, երբ որ ասենք լավ ընկերները դառնում են թշնամիներ, երբ որ երկու եղբայրը դառնում են թշնամի, ինչից է սկսվում, սիրելիներս։ Համաձայն եք, որ ստեղից է սկսվում։ Խոնեն չի սկսվում, որ արթնացա մի ձևի ներսս այսօր տխուրա, գնացի մեկի հետ կռվեցի։ Չէ։ Գիտես, մտքից է սկսվում ամեն բան։ Զգացմունքները դա արդեն հետևանքներն են։ Մտքից է սկսվում ամեն բան, սիրելիս։ Մեկ էլ գալիս է մեկը, քո համար հանգիստ ապրում էիր։ Ընկերոջդ մասին ոչ մի վատ բան չէիր մտածում։ Անուշ, բարիշ, քո համար ընկերություն էիր անում, իրար տուն էի գնում գալիս։ Որ ասում է իրար հետ սեն ջան ջիգար վիճակ էր։ Ոչ մի խնդիր չկար։ Հերիք էր, մեկը գա, քեզ մի հատ բան ասի։ Ասի, բա չես ասի, այն օրը տղեկով հավաքված էինք, երեք մի տղի մասին այտենց պատմեցին։ Սաղ ընկերները ասեց երեսա թեքել իրանից։ Ինչի։ Մի հատ ինչ-որ բան ա եղել, ինչ-որ մեկը մի հատ բան ա պատմել։ Հանկարծ մեկը եկավ մի հատ բան պատմեց ու մտքերդ խառնվեցին։ Ու այն մարդը ում մասին որ դու լավ էիր մտածում, ում նկատմամբ լավ էիր տրամադրված։ Մեկ էլ սկսում ես մտածել, հլը սրան նայի, հլը սրան տես։ Ուրեմն ես քո հանդեպ սենց լինեմ, դու գնաս իմ մասին այտենց բան խոսաս, ուրեմն ես քո նկատմամբ այսքան լավ գործեր անեմ, դու գնաս սենց բան անես իմ թիկունքի հետևը, ու գիտես մարդը, սիրելիներս, գիտեք շատ անգամ մենք մտքի մեջ դեռ հլը մարդուն էլ չենք տեսել, դեռ իր հետ չենք հանդիպել, բայց շատ անգամ մեր մտքի մեջ արդեն մարդուն սպանել ենք։ Մարդու մոտ հլը չենք հասել, բայց արդեն մարդուն սպանել ենք, արդեն հարցերը լուծել ենք։ Դա է պատճառը, որ Աստծո խոսքը ասում է զգուշացիր քո սրտին։ Գիտես ինչ մտքեր, ինչ խորհուրդներ են բարձրանում քո մեջ։ Ու ես ձեզ մի բան ասեմ, սիրելի ժողովուրդ, այսօրվա մեր աշխարհում մենք գտնվում ենք ինֆորմացիոն։ Գիտեք, չգիտեմ հայերեն ոնց կարելի է դա ասել, ինֆորմացիոն մի հատ բամբարդիրովկի տակ են գտնվում։ Ամեն օր արթնանում ես, նամանավանդում ձեռքին, որ հեռախոս կա, կհասկանան ես ինչ եմ ասում։ Ամեն օր քո միտքը ենթարկվում է փորձության, ամեն օր։ Կուզենամ մի երկու տեղ էլ կարդամ։ Եփեսացիս 2-րդ գլուխ 1-5 խոսքերը։ Եվ դուք, որ մեռած էիք հանցանքներում եւ մեղքերում, որոնցում մի ժամանակ գնում էիք այս աշխարհի սովորության պես, օդի իշխանության իշխանի պես, այն հոգու պես, որ հիմա ներգործում է ապստամբության որդիների մեջ։ Հա, հետաքրքիր է սիրելիներս։ Մի ժամանակ ասում եմ մենք մեռած էինք մեր հանցանքներում։ Ու ոնց էինք ապրում։ Ապրում ենք այս օդի իշխանի թելադրանքով։ Ինչ հոգի էր գործում իմ քո մեջ, Աստվածաշունչը ասում է եւ հակառակության հոգին գործում էր մեր մեջ, ինչպես որ այսօր գործում է աշխարհի մարդկանց մեջ։ Ուշադիր եղեք, ինչ է ասում։ Որոնց մեջ մենք ամենքս էլ մի ժամանակման են գալիս մեր մարմնի ցանկություններումը մարմնի եւ մտքի կամքը կատարելով։ Մարմնի եւ մտքի կամքը կատարելով։ Գիտես, միջև գործողությունը եղնում է, մարդու մոտ միտք է գալիս։ Միտք է գալիս։ Եվան այդ ծառի վրա այդքան ժամանակ չէր նայել, միջև միտք չեկավ, միջև սատանան չեկավ ու շշնջաց։ Եկավ ասեց, նայ, ինչ սիրուն ծառա։ Նայեց Եվան, ասում է, տեսա որ հաճելի է նայելու համար։ Լավն է։ Մի անգամից չեղավ ժողովուրդ, մտքի մեջ սկսեց արդեն պատկերացնել դա։
Այսօր որ մարդիկ մտնում են ինտերնետ, դուք նկատել եք սիրելիներս, որ ամեն ինչը բան չի փոխվել։ Այսօր սատանան օգտագործում է ինտերնետը նույն սկզբունքով արգելված պտուղը շատերին կերցնելու համար։ Հաճելի է նայելը։ Կա ստեղ մարդ, որ հաճելի է ինտերնետում ժամանակ անցկացնելը։ Դե մի ձև թափեք։ Կա ստեղ մարդ, շատ մարդ ստեղ կա։ Իսկ կա մարդ, որ մտնում եք մեկ-մեկ ու չեք կարա պոկվեք ինտերնետից, հաճելի է, նայում ես, այդ ռիլսները նայում ես, այն մեկն էլ, բա այն մյուսն էլ։ Հա, ով է ձեր մեջի անկեղծը, ում հետ է այտենց եղնում։ Լավ, ով է անկեղծ Աստծո առաջ, ով կարա ձեռք բարձրացնի համարձակ, որ այդ խնդիրը կա։ Ու գիտեք, այսօր սատանան օգտագործում է ինտերնետը, որպեսզի մեր մտքի մեջ մտցնի են, ինչ որ մենք ի սկզբանե չենք ուզեցել անենք։ Մարդիկ միանգամից չի սիրելիներս այսօր այլասերվում են։ Մարդիկ միանգամից չի, որ գիտեք, տղեկից մեկը երեք պատմեց, ասեց ինչ որ մի հատ երեխա գնացել կորել էր, մի ամբողջ սուտկա ման են եկել հազիվ գտել են։ Ինչի, որովհետև ինտերնետում ինչ որ խաղ է խաղացել, այդ խաղի մեջ ասված ա եղել, դու մի օր պիտի գնաս կորես։ Հել գնացել կորել էր։ Լավա մի օր ա եղել, լավա գրած չի եղել, դու պիտի գնաս կորես ու կորես։ Լավա մի օր ա եղել, գնացել գտել են։ Մի ժամանակ շարժ կար այտենց։ Պատանիները, երիտասարդները ինքնասպան էին լինում, այտենց ծրագիր կար ինտերնետում։ Լրիվ նորմալ առողջ մարդիկ գնում էին ինքնասպան էին լինում, ինչի՞։ Որտև արգելված պտուղն էին ուտում։ Որովհետև շատերին սատանան մի բան առաջարկում, գիտեք ինտերնետը սիրելիներս, ես չեմ կարող ասել, որ դա չարիք է կամ բարիք է, ես մտածում եմ դա միջոց է, դա միջոց է, մենք էլ ենք այսօր օգտագործում ինտերնետը, դա շատ հզոր միջոց է, դա շատ ուժեղ գործիք է մեր օրերում, մեր ժամանակներում, մենք օգտագործում ենք նույնպես ինտերնետը ավետարանը քարոզելու համար, բայց այսօր սատանան օգտագործում է ինտերնետը մարդկանց դժոխք տանելու համար։ Գիտեք, այն աստիճանը հասել, մի երկու օր առաջ նորությունները կարդացի, որ կառավարությունում մի հատ օրենք են մտցրել, որպեսզի հաստատեն այդ օրենքը, որպեսզի արգելեն գովազդը, կախարդների, գուշակների, գիտեք, ես որ այդ ցանկը կարդացի, ես այտենց անուններ էլ հեչ չէի լսել, թե այտենց բաներ կա։ Իրականում սիրելիներս դա ինչ սարսափելի մասշտաբի է հասել, որ կառավարության մակարդակով դա արդեն անհանգստացնում է մարդկանց։ Օրենքներ են սահմանում, որ դա չգովազդեն, որովհետև այսօր ամեն տեղ, հա, տարոյի քարտեր, չգիտեմ, էզոտերիկա, նայում ես աստղագուշակություն, ինչ որ թվաբանություն, չգիտեմ, անուններն էլ չես հիշա այնքան շատ են։ Մի քանի տասնյակ բան կարդացի, ասի, այս ինչ բան է, այս ինչ է կատարվում մեր աշխարհում։ Գիտեք, մի Աստծո ծառա էր, մի հատ տեղ ուրեմն խոսում էր ինտերնետի մասին, հետաքրքիր էր։ Մի հատ այսպեսի տվյալ է մեջ բերում, ասում է մենակ ինտերնետում 3.5 միլիարդ, եթե ճիշտ եմ հիշում, 3.5 միլիարդ պորնոգրաֆիայի էջ կա։ Ժողովուրդ 3.5 միլիարդ։ Այսօր ինտերնետում մտա նայեցի, որ օֆիցիալ ազատ, չհաշված են անունները, որ ինչ որ անուններ են դրված, քողարկում են, հետո darknet այսօր հասկացողություն կա ինտերնետի մեջ ինտերնետ, սև ինտերնետը, սենց ասենք, որտեղ նարկոտիկներ են ծախում, որտեղ պառնոգրաֆիա է ծախվում, որտեղ զենքեր է ծախվում, մարդիկ են ծախում։ Չհաշված էտի 30 միլիոն սայթ կա մենակ պորնոգրաֆիայի, չհաշված այդ ամեն ինչը։ Ամբողջ ինտերնետի տրաֆիկը, ժողովուրդ ջան, սարսափեցնող է իրականում տվյալները, որ լսես, դրա համար ես ստիպված եմ այսօր խոսամ դրա մասին։ Ու գիտեք, պատահական չի, որ այսօր խոսում եմ դրա մասին։ Այս վերջին մի տարվա մեջ այնքան բաներ եմ լսել ու տեսել, այնքան մարդիկ են մոտս եկել, այնքան բան կիսվել, ես հասկանում եմ, որ դա քաղցկեղի նման այսօր մխրճված է այս հասարակության մեջ։ Դրա հարցերը լուծել է պետք, առավել ևս եկեղեցում է դրա հարցերը լուծել պետք։ Ինտերնետի ամբողջ տրաֆիկը
30%-ը ժողովուրդ, մի հատ մտածեք, այսինքն այն ամենը ինչ որ ինտերնետի մեջ կատարվում է, 30% ժամանակը մարդիկ պորնոգրաֆիա են նայում ամբողջ աշխարհում։ Ռուսաստանը առաջի տասնյակի մեջ է մտնում երկրների մեջ։ Ու գիտեք էլի կարելի է թվեր ասել։ Երեք գնացել ենք միտեղ մեր երիտասարդներին հավաքել էի մեր տղաներին։ Խոսում էի դրա մասին։ Գիտեք մի հատ հետաքրքիր բան, տենց փորձ անցկացրինք։ Դրանից առաջ ես էլ չէի հաշվել, հետաքրքիր էր, ասի եկեք հաշվենք իրար հետ։ Հեռախոսի մեջ այդպիսի ֆունկցիա կա, որ կարող ես մտնել, տեսնել, քանի րոպե է մարդը անցկացնում հեռախոսի մեջ։ Ասի երեխեք ջան, հետաքրքիր արեք, մի հատ նայենք։ Ձեզանից ամեն մեկը քանի ժամ է անցկացնում ինտերնետի մեջ։ Գիտես, մտան, էկրանները բացեցինք, սկսենք նայել։ Մեկի մոտ 9 ժամ էր, մեկի մոտ 7.5 ժամ էր, մեկի մոտ 8 ժամ էր։ Փառք Տիրոջը իրանց բաց սրտերի համար, անգամ կար մեկը, որ ասեց եղելավոր, որ 12 ժամ էլ, 13 ժամ էլ եմ անցկացրել ինտերնետի մեջ։ Դրեցինք մի հատ հետաքրքիր հաշվարկ արեցինք։ Քանի օր է անում, դա տարվա մեջ, եթե ժամերը ամեն օրը տենց հաշվելով, վերածենք տարվա մեջ։ Քանի ժամ մեր երեխեքը անցկացնում են ինտերնետի մեջ։ Ոնց է կարծում ժողովուրդ, քանի օր է անում։ 102 թե 105 օր արեց այդ ժամերը գումարելով, որ մեր երեխեքը օր ժողովուրդ, ժամ չէ, օր 102 թե 105 ժամ արեց, որ իրանք տարին անցկացնում են ինտերնետի մեջ։ Ես ասի դուք 14, 15, 16 տարեկան եք, եկեք ասենք զորությունով հաշվենք, որ 70 տարի էլ կապրեք, 60 տարի էլ կապրեք, ոնց եք կարծում իրանց կյանքի քանի տարին է անում, որ իրանք ինտերնետի մեջ կանցկացնեն, եթե այս ռեժիմով շարունակվի իրանց կյանքը։ Ժողովուրդ 22 տարի։ 22 տարի։ Հələ մի հատ մտածեք, խնդրում եմ ձեզ, մի պահ ուղղակի մտածեք դրա մասին, մենք ինչ աշխարհում ենք ապրում։ Գիտեք, ես անկեղծ եմ ասում ձեզ, ես էլ զարմացա, ես դրանից առաջ չէի դրել այդպես հաշվարկ արել։ Ամենակիչ ժամերը վերցրեցինք, հաշվեցինք, 20 տարի, եթե այս տեմպով իրանք ապրեն, 20 տարի ժողովուրդ իրանք իրանց կյանքը կանցկացնեն ինտերնետի մեջ։ Գիտեք ինչն էր ամենացավալին, որ ասի, լսեք, իսկ այդ ժամանակը, որ անցկացնում եք այնտեղ, ինչ օգտակար բան եք այնտեղից քաղում։ Ու գիտեք, շատերը էլի անկեղծ ասեցին, համարյա թե ոչ մի բան։ Որովհետև մարդիկ մտնում են, այսօր ինտերնետը, գիտես, ինտերնետը կոչվում է համաշխարհային ցանց։ Всемирная паутина, հայերեն չգիտեմ, համաշխարհային ոնց է կոչվում։ Պաուտինան հայերեն ոնց է կոչվում։ Սարդոստայ, հա? Համաշխարհային սարդոստայ։ Ով է հեչ տեսել այդ սարդը, երբ որ գործում է այդ ցանցը, ինչ է տեղի ունենում։ Զոհը գալիս է, ընկնում է այդ ցանցը։ Բայց գիտեք, դրանով չի վերջանում ժողովուրդ։ Ցանցը ընկնելով ինքը զոհին հետո սպանում է։ Գիտես, նույն բանը այսօր սատանան անում մարդկության հետ։ Իր նպատակն է այսօր մեզ բռնի այդ ցանցի մեջ։ Հենց բռնեց այդ ցանցի մեջ, ցավոք սրտի, այո, հենց շատերն էլ սպանվում են, շատերի կյանքը կործանվում է։ Այդ ցանցը ընկնելով։ Ու ոնց է դա տեղի ունենում, սիրելիներս, մեր մտքի միջոցով, գիտես, մարդը իր համար ապրում էր, կապ չունի, գիտեք ինչքան երիտասարդներ են եկել իմ մոտ, որ աղոթեմ իրանց համար, որ ազատվեն դրանից։ Ու գիտեք ինչն է ամենասարսափելին, հիմա ուզում եմ մի բան կարևոր հասկանանք։ Ինտերնետը մի բան է, սիրելիներս, որ ջնջել է տարածությունները, ինտերնետը մի բան է, որ ջնջել է ժամանակը, ինտերնետը մի բան է, որ ջնջել է մարդու անհատականությունը, այսօր տարբեր ավատարկեքի տակ, այսպես կոչված, գիտես կինը կարա մտնի իրա ներկայացնի որպես տղամարդ, տղամարդը կարա մտնի իրա ներկայացնի որպես կին։ Ես գիտեմ մեր տղաներից կային, որ մտնում էին աղջկա սիրուն նկար էին դնում, ուրիշ տղաներին խոսացնում էին, ձեռ էին առնում։ Այսինքն աշխարհ առանց դեմքերի։ Շատ անգամ գիտես, դու մտնում ես ինչ-որ մեկի էջը, դու հաստատ չգիտես, այդ մարդն է թե չէ։ Մի անգամ մեր Սառայի գործիքը երաժշտական, որ վաճառում էինք,
Մի հատ կին, գիտեք, այտենց ոնց որ ինտելիգենտ տեսքով մի հատ կնոջ նկարեր։ Հենց էլ գրում էր, կարծես հա մեզ դա, как давайте, я вам отправлю денег։ Հա ոնց եք ուզում արեք, սենց անեն։ Գիտես, կարծես իսկական порядочный կին է, հա, շնորհքին կին է։ Սկսեցին գրել ինչ որ մի քիչ տարօրինակություն զգացինք։ Մեր դավոն մտավ ինտերնետը այդ հարթակը, որտեղ որ այդ հայտարարությունը գցել էինք։ Սկսեց ինտերնետում մանգալ, տեսանք, որ մաշենիկները ինչպես են խաբում մարդկանց ու փող տանում։ Գիտես, սկսեցի հետը գրվել, գցեցի սկրինշոտ արեցի, գցեցի այդ էջը, որ ձեր պահվածքը նմանա այս մարդու պահվածքին։ Ասի ավելի, նու տենց մի քիչ բանով, հա, ասի ավելի ուրիշ հետաքրքիր բան մտածեք։ Ու ինքը հայոյանքով են կողմից գրեց, դեռ նոր բան չեմ մտածել, հենց մտածեցի քեզ կխաբեմ։ Բայց գիտեք, նկարի նայում ես, ինտելիգենտ կնոջ նկարը, կարծես նորմալ գրվում է, դու չգիտես հետևը ով է կանգնած։ Ինտերնետը ջնջել է դեմքերը, ժողովուրդ։ Ու գիտեք, ինտերնետը այսօր հնարավորություն է տվել մարդուն ապրել մի աշխարհում, որտեղ ոչ մեկ իրան չի տեսնում։ Օրինակ տեսեք, երբ որ, ասենք ես փոքր էի, մեր գյուղում մի հատ բան էր եղնում, ժողովուրդ ամբողջ գյուղը իմանում էր։ Դե անգամ Տաշիրում էլ ինչ ասեմ գյուղում, փոքր քաղաք է։ Մեկը մեկի աղջկան խոսացնում էր, սաղ այդ մի քանի հազարանոց քաղաքը դրա մասին իմանում էր։ Ոյ, ասում էին, ամոթ է, պարկ չհելնեք հանկարծ իրար այդ մանգակ, ամոթ է, գնային ինչ կխոսեն։ Ժողովուրդ, այսօր ձեր շատերի երեխեքը ինտերնետում նստած են, ձեզանից շատերը իսկի խաբարել չեն, իրանք ում հետ են խոսում, ում հետ են պարկ գնում, ում հետ են եսիմ ուր գնում, ինչով են իրանք զբաղված ընդեղ, ձեզանից շատերը անգամ գաղափար չունեն։ Ու գիտեք, քան ինձ ծնողներ են ասել, ցավոք սրտի, ես չէի էլ պատկերացնի, որ իմ երեխեն այդպես բաների մեջ է։ Որովհետև ինտերնետը ջնջել է այսօր բոլոր սահմանները։ Սիրելի երիտասարդներ, սիրելի երեխաներ, այսօր որ ծնողները ձեր այդքան խիստ խոսում են, այդքան մեծ ահազանգ են զանգում, մի նեղացեք, մի նեղվեք։ Դա հենց ձեր բարիքի համար է, սիրելիներս։ Այսօր ամեն մի ծնողի ցանկությունն է ձեզ վտանգից զերծ պահի։ Մի նեղացեք ձեր ծնողներից։ Այսօր ինտերնետը փոխել է աշխարհի կուլտուրան, ժողովուրդ։ Մարդիկ այսօր մտնում են ինտերնետ, մտնում են ինչ-որ մեկի էջը, նայում են ով ոնց է հագնված։ Մտածում են, всё, ճիշտը սենց է, սենց պիտի եղնի։ Ու գիտեք ամենահետաքրքիրը ինչն է, որ որպես կանոն մարդիկ մենակ լավ բաներ են գցում ինտերնետ։ Ինչքան իրանք սիրուն են, ինչքան իրանք սիրուն շոր են առել, ինչքան իրանք սիրուն տեղ են գնացել, ինչքան իրանք սիրուն մարդկանց հետ են նկարվել կամ ճանաչված։ Բայց ընդամենը խաբկանք է։ Եվ այն նման շատերը նայում են ու խաբնվում են։ Չգիտեմ, որ դրա հետևը մահ է, դրա հետևը, գիտես, փուչ է, ունայնություն է, դատարկություն է, դա չի կյանքի իրականությունը, դա ընդամենը ֆանտազիա է, ժողովուրդ, ընդամենը երևակայություն է։ Բայց իրական կյանքը լրիվ ուրիշ ձևի է։ Շատերը մտնում են պոռնո սայթերը, դրանից հետո իրանց ընտանիքը քանդվում է։ Կներեք, որ այդքան անկեղծ եմ այսօր խոսում, բայց շատերը սկսում են էքսպերիմենտներ անել իրանց կյանքով, չհասկանալով, որ ընդեղի տեսածը ու իրական կյանքը դա լրիվ ուրիշ բան է, տարբեր բաներ է։ Ընդամենը մարդ ընդեղ տեսնում է այն, ինչ որ ինքը ուզում է իրան ցույց տան։ Բայց իրական կյանքում լրիվ ուրիշ ձևի է։ Ու ես ձեզ ուզում եմ մի բան ասել, սիրելիներս, շատ մարդիկ տարիներով հետո պայքարում են դրա հետ, որ ազատվեն դրանից։ Շատ երկար տարիներ, որովհետև գիտեք, դա հենց մի հատ բնագավառ է, որ
շատ ուժեղ մխրճվում է մարդու ենթագիտակցության մեջ ու չնայած շատ անգամ մարդը ապաշխարում է դրանից, բայց անցնում է մի ժամանակ նորից այդ տեսարանները գալիս են իր մոտ։ Դրա համար Աստծո խոսքը կասի արթուն եղեք, հսկ ու մարեք։ Մեր տղեկից մեկի հետ հանդիպել էի մի քանի օր առաջ։ Ասեց ինչի չի կարելի ուղղակի խաղաղ ապրել, լինում է ժամանակ այնքան ինձ լավ եմ զգում։ Ինչի չի կարելի ուղղակի խաղաղ ապրել, չլինի այդ մտքերը, ասի որտեվ պատերազմ է գնում, պայքար է գնում, ասեց փաստորեն չի լինի երբեք խաղաղություն։ Այո, մենք ներսում կարանք Տիրոջ խաղաղություն ունենանք, սիրելիներս, բայց պիտի հասկանանք, մենք միշտ պատերազմի մեջ ենք գտնվում հոգևոր։ Ամեն օր սատանան գալիս է ինչ-որ մի բան բերի քո մտքի մեջ։ Ամեն օր մի ինտերնետը մտնելուց ու դուրս գալուց քո մեջ ինչ-որ բաներ է փոխվում, քո մեջ ինչ-որ բաներ է ձևավորվում։ Գիտեք, ես վերջերս մի հատ շատ լավ գործ էի սկսել անել։ Բավականին լավ գումար էր ինձ բերում ու շատ մեծ պերսպեկտիվա ուներ։ Բայց գիտեք, մի բան մեջս անհանգստություն եկավ։ Զգացի, որ խաղաղությունս կորցրել եմ։ Գիտեք ինչի, որովհետև հանկարծ ինձ բռնացրի ու այդ այնց գործ էր, որ հեռախոսով բաներ կար, պիտի անընդհատ հետևեի։ Ես հանկարծ ինձ բռնացրեցի, որ օրվա մեջ շատ մեծ ժամանակ անցկացնում եմ հեռախոսի մեջ։ Գիտեք, ինձ մի քանի օր էր ընդամենը պետք, որպեսզի որոշում կայացնեմ թողնել այդ գործը։ Ես ձեզ անկեղծորեն եմ ասում, շատ մարդիկ կարող է շատ ցանկանային իրանց այդպես գործ լիներ, որ իրանք զբաղվեին, իրանց գործեր անեին, համ էլ իրանց փող գար ձեռի հետ։ Լավ փող գար։ Բայց գիտեք, նրա պատճառով, որ խաղաղությունս կորցրել էի, ես հասկացա, որ դա իմը չի։ Ասի Տեր, թող քո կամքը լինի։ Ես որոշում կայացրի ու թողեցի այդ գործը շատ արագ։ Սիրելիներս, այսօր բաներ կա, որ գիտեք, մենք չպետք է խաղ անենք կրակի հետ։ Բաներ կա, եթե զգում ես, դու ինչ-որ մի բանի մեջ ես մտել, ինչ-որ մի տեղ ես, մտքերդ չես կարա կառավարես, դա գրավում է քո ուշադրությունը, ամբողջ օրը դրա մեջ ես, դա քո համար պիտի ահազանգ լինի։ Դա քո համար ահազանգ պետք է լինի։ Կուզենամ երկու տեղ էլ կարդամ Աստվածաշնչից։ Հռոմեացիս 1:21 Որովհետև Աստծուն ճանաչելով նրան Աստծո պես չփառավորեցին կամ շնորհակալ չեղան, այլ իրանց մտածմունքներում ունայնացան եւ նրանց անմիտ սրտերը խավարեցին։ Ինչ եղավ? Իրանց մտքերը ինչ եղան? Ունայնացան։ Նույն Հռոմեացիս 1:28 խոսքում Պողոսը ասում է. Եվ ինչպես որ չընտրեցին Աստծուն ունենալ ուր իրանց գիտության մեջ, իրանց մտքերի մեջ, ինչ եղավ? Աստված մատնեց նրանց անարգ մտքի, որ անարժան բաներ գործեն։ Հենց Աստծուն կորցնում ես քո մտքերից, սատանան բռնում է քո միտքը։ Ու հետևանքը գիտեք ինչ է լինում, սիրելիներս, դու անում ես բաներ անարժան։ Ինչը գողանում է քո ուրախությունը, քո սրբությունը, քո խաղաղությունը, ու դու դառնում ես մտքի գերին, դառնալով սատանայի գերին։ Ու դրանից հետո Աստծո խոսքը ասում է, որ սացված նրա կամքը կատարելու համար։ Կա արդյոք սիրելիներս բժշկություն դրանից։ Կա արդյոք մի բան, որ կարող է մեզ ազատել։ Գիտեք, շատերը տարբեր մտքեր կարան լինի։ Իհարկե դա մենակ շնության մասին մտքերը չի։ Մարդիկա տառապում են իրանց մտքերում, որովհետև վրեժխնդրության զգացում ունեն, չներման զգացում ունեն։ Իրանց մտքի մեջ օրական ինչ-որ մեկին 10 անգամ կախարան են հանում ու իջեցնում։ Ամեն մեկը ինչ-որ բանով բռնված է իր մտքի մեջ, մեկը ինչ-որ ցանկություններով է բռնված, մեկը սուտ խոսալով է բռնված, չի կարող առանց դրա ապրի, մեկը բամբասանքով է բռնված, հենց մի հատ բան լսում է, մտածում է շուտ հասնեմ մեկին ասեմ, մի անգամ այդպես արտահայտություն լսի, ասում է փորս չտրակի։
հասնեմ, ասեմ, փորս չտրակի։ Գիտեք, այսօր վերջում աղոթելու ենք այն մարդկանց համար, ովքեր որ իրանց մտքերի մեջ կռիվների մեջ են։ Մարդիկ իմ հետ կիսվել են, քանի անգամ ես վերջերս, որ գիշերը չեն կարող քնեն, որովհետև մտքեր կա, որ իրանց տանջում են։ Հենց աչքերը փակում է, աչքի դեմը տեսարաներ են սկսում գալ, չի կարող քնի, ժամերով չի կարող քնի գիշերը։ Ղուկաս ավետարան 15-րդ գլխում 11-րդ խոսքից մինչև 32-ը ես ամբողջը չեմ կարդա, սիրելիներս։ Այստեղ գրված է անառակ որդու մասին։ Անառակ որդու առակն է։ Գիտեք, բոլորս գիտենք այդ պատմությունը, որ ինքը եկավ իր հոր մոտ, ժառանգությունը վերցրեց, գնաց վատնեց, ավար բաների մեջ ընկավ, գրած ապորնիկների վրա ծախսեց։ Եվ օրերից մի օր, երբ որ արդեն ամեն ինչը ծախսել էր, այնքան էր ընկել, որ իսկի խոզերի կերել չէին տալիս իրան ուտել։ Գիտեք, սիրելիներս, ցավոք սրտի, այսօր շատերը սպասում են մինչև հասնեն այդ վիճակին, որ անգամ խոզի կերել իրանց չտան ուտելու, նոր խելքի են գալիս։ Բայց գիտես հարց է ծագում, իսկ ինչի թողնել ամեն բան հասնի այդ վիճակին, երբ որ կարելի է ժամանակին դրա հարցերը լուծել։ Ու ինչ եղավ, 17 խոսքում գրված է, եւ ինքը իրան գալով ասեց, սթափվեց, գիտես հանկարծ, ինքն իրան եկավ, հանկարծ ասեց, քանի վարձկաներ ունիմ հայրը հացով լցված, ես այստեղ սովամահ կորչում եմ, վեր կենամ, գնամ իմ հոր մոտ, ես կարծում եմ, գիտեք, ասեց իմ պատկերացումով ավելի շատ, ինքը նստած երևի խորում էր իր մտքի մեջ, այն չի, որ ինքը բարձրաձայն դա կայնած խոսում էր ինչ որտեղ, ես կարծում եմ ինքը մտքերով ընկավ մի օր, լսես ինչ վիճակի եմ հասել, ես ոնց եղավ սենց վիճակի հաս, ախր կար ժամանակ, ես ապրում էի շքեղության մեջ, իմ հայրը ճանաչված հարուստ մարդ է, ես պատվավոր դիրքում էի գտնվում, ես ոնց եղավ այս վիճակին հասա, սկսեց մտածել իր մեջ, իմ հերը, հիմա իր տանը, լսի ասում իմ հոր տանը, հիմա ծառաներ կա, ինձանից լավ են ապրում, ինձանից ավելի լավ կարգավիճակում են գտնվում, իրան եկավ հանկարծ, ինչ անեմ, ասեց կգնամ հորս մոտ, կասեմ արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ էլ վերցրու, գոնե քո ծառաներից մեկի պես կլնեմ, գոնե այս խոզիկերն էլ չեն տալիս ուտելու, գոնե կուշտ փորով հաց կուտեմ։ Եկավ հոր մոտ ու ասեց, մեղանչել եմ քո դեմ ու երկնքի դեմ, Աստծո դեմ։ Բայց գիտեք, հոր սերը չի փոխվում, սիրելիներս։ Հայրը վազեց իր վզով ընկավ։ Հոր սերը չի փոխվում, հանեց պատմության հագցրեց։ Տվեց մսած ու եզը մորթել, մատանի դրեց մատին։ Քեֆ ենք անելու ասեց։ Քեֆ ենք անելու, որդիս կորած էր, գտնվեց, որդիս մեռած էր, բայց ահա կենդանի է, սիրելիներս, գիտես շատ անգամ, սատանան քցում է մարդկանց մեղքի մեջ, ու հետո անելուց հետո դատապարտություն է բերում, տանջում է, քո արածը արած էր, բա այսի բաներ, որ դու արեցիր, բա հիմա էլ ով քո երեսին կնայի, ես այդ տղենը տենց էր մտածում, ասում էր գնամ, ասեմ, գոնե քո ծառա, ինքը չէր էլ պատկերացնում իր հերը կընդունի իրան, չի ընդունի, ասում էր գոնե քո ծառաներից մեկի պես ընդունի ինձ, գոնե ծառա եղնեմ քո տանը, գոնե հաց կուտեմ, բայց հոր սերը չի փոխվել, սիրելիներս, այսօր Աստծո սերը չի փոխվել մեր նկատմամբ, գիտես, եթե ինչ-որ բանի մեջ բռնված ես, ինչ-որ բան կա քո կյանքում, որ քեզ տանջում է, ինչ-որ մտքեր ունես, որ քեզ գերության մեջ են վերցրել, ու այսօր սատանան իր կամքն է թելադրում քեզ, որ անես,
Սիրելիս, կա պատասխան Աստծո մոտ։ Աստված ուզում է օգնի, Աստված ուզում է բժշկի, Աստված ուզում է ազատագրի։ Հռոմեացիս 12-րդ գլուխ առաջի երկու խոսքերը։ Արտաղաչում եմ ձեզ եղբայր Աստծո ողորմությունով, ձեր մարմինները ներկայացրեք կենդանի, սուրբ եւ Աստծուն ընդունելի պատարագ, որ է ձեր բանավոր պաշտոնը։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը։ Գիտես, ասում է, քո անձը նվիրիր Աստծուն, որպես ընդունելի պատարագ, սուրբ, մաքուր, անարատ, ինչ է դա նշանակում, արի Աստծո մոտ, ասա Տեր, ահա ես, մեղանչել եմ Տեր, ներիր ինձ, ես իմ անձը ուզում եմ քեզ տամ։ Աստծո խոսքը ասում է, մի ներկայացրեք ձեր անձերը մեղքին, մեղքի գործիք, մեղքի ծառա լինելու համար։ Այլ ասում է, ձեր անդամները ներկայացրեք Աստծուն արդարության գործիք լինելու համար։ Դու պիտի ներկայացնես քո անձը Աստծուն։ Դու պիտի բերես քո անձը Աստծո մոտ։ Դու պիտի քայլ անես, սիրելիս, դու պիտի ապաշխարես։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ, որ քննեք ինչն է Աստծո կամքը։ Առաջի Պետրոս առաջի գլուխ 13 խոսքում գրված է. նրա համար ձեր մտքի մեջքը գոտ է պնդած եւ զարթնացած, կատարելապես հուսացեք այն շնորհքին, որ հասնում է ձեզ Հիսուս Քրիստոսի հայտնությունումը։ Հետաքրքիր բան ասում, ձեր մտքի մեջքը գոտ է պնդեք, այսինքն քո մտքերը չպետք է թափթփված լինեն։ Գիտեք, առաջներում մարդիկ այնպիսի շորեր էին հագնում, որ իրանց գոտին պահում էր այդ բոլոր շորերը իրանց վրա։ Եվ մարդիկ, երբ որ ճանապարհ էին գնում, հատկապես շտապում էին, իրանց շորերի ծերերը հավաքում էին, դնում էին գոտու մեջ, որպեսզի հեշտ լինի քայլելը, արագ կարողանան տեղափոխվել։ Գիտես, եթե ուզում ես առաջ գնաս, սիրելիս, ուրեմն հավաքես պիտի մտքերդ։ Այդ թափթփված մտքերդ պիտի Աստծո խոսքի ճշմարտությունով կապես, որ մտքերդ թափթփված չլինի, մտքերդ ուր ասես չթափառի։ Մի բան ես մտել տեսել, գլխիդ մեջ ինչ-որ երևակայություն է սկսվում, ինչ-որ պատկերներ են սկսում գալ, գիշերը պարկում ես, ինչ-որ պատկերներ են սկսում գալ։ Գիտես, Աստծո խոսքը ասում է, Աստված, տեսեք ինչ ասում, զարթնացած կատարելապես հուսացեք նրա շնորհքին, որ հասնում է ձեզ Հիսուս Քրիստոսի հայտնությունումը։ Աստված ինձ ու քեզ շնորհք է տվել, որ ես ու դուք կռվենք մեղքի դեմ։ Մեր ուժով չենք կարա կռվենք, սիրելիներս, Աստծո զորությունով կարանք հաղթենք մեղքը։ Եթե ես ու դու կարողանայինք հաղթեինք մեղքը, Հիսուսը չէր գա խաչվի։ Այնակ ասեր ձեզ զորություն եմ տվել, կռվեք։ Աստված գիտեր, որ ես ու դու չեն կարա հաղթենք մեղքը, դրա համար ինքը եկավ մեղքի հարցերը լուծեց։ Ու գիտես, այսօր պետքա քո միտքը հսկես, սիրելիս, զարթնացած լինես, արթուն լինես, սթափ լինես ամեն ժամանակ, որովհետև հերիքը սխալ մտքերի տեղ տաս գլխիդ մեջ։ Աստվածաշունչը դա կոչում է սատանայի կրակոտ նետերը։ Գիտես, կրակը երբ որ փոքր է, դրա հարցերը լուծելը հեշտ է։ Երբ որ այդ պուճուր կրակը մեծ հրդեհ է դառնում, մեծ կրակ է դառնում, դրա հարցերը լուծելը շատ դժվար է լինում, սիրելիս։ Դրա համար մի խաղարա սխալ մտքերի հետ, վախի մտքերի, պղծության մտքերի, չար ինչ-որ մտքերի հետ խաղ մի արա քո մտքում։ Ում հետ ա եղել, ժողովուրդ, որ մի հատ միտք ա եկել, հանկարծ ուշադրություն չես դարձրել, հանկարծ բռնցրել ես քեզ, որ մի հատ կինո ա գլխիդ մեջ, տարել ա քեզ այդ միտքը, արդեն տեսարաների մեջ ես մտել, արդեն չգիտեմ ում հետ ինչ ես անում, ստեղ գնացիր, ընդեղ եկար, այս հարցը լուծիր, արդեն սենց ասեցիր, եղել ա հեչ ձեր հետ տենց բան։ Գիտեք, մեր երևակայության մեջ սահմաններ չկա, սիրելիներս, դա նշանակում է մենք շատ զգուշ պետք է լինենք, ինչա սատանան սերմանում մեր ուղեղի մեջ։ Գիտեք, ու նորից ուզում եմ կարդամ, սկզբում մի տեղ կարդացի, Պետրոսն ասում դրա մասին։ Արթուն եղեք, հսկում արեք, որովհետև ձեր ոսող թշնամի սատանան գոռոզ առուծի պես ման է գալիս, որոնում է, թե որին կուլ տա, որին հակառակացեք հավատքով հաստատված։ Սիրելիս,
Աստված ինձ ու քեզ իշխանություն է տվել։ Այո, սատանան գոռոզ մռնչացող առուցի նման մանա գալիս ում կուլ տա։ Բայց ասում է դուք հավատքով հաստատված նրան հակառակացեք։ Եվ խոսքը ասում է նա կփախչի ձեզանից։ Մեղքի հետ խաղ չանես, սիրելիս։ Տերը ինձ ու քեզ իշխանություն է տվել։ Աստված ինձ ու քեզ իշխանություն է տվել, որ ես ու դու իշխենք մեղքի վրա, ամեն պղծության վրա։ Ամեն բան ինչ որ գալիս է իմ ու քո ուրախությունը, խաղաղությունը գողանալու, ամեն բան ինչ որ գալիս է իմ ու քո տունը, ընտանիքը խառնելու իրար։ Աստված ինձ ու քեզ իշխանություն է տվել, որ ես ու դու դա կիրառենք, որպեսզի սատանան չկարողանա մուտք գործի իմ ու քո կյանքը։ Ամեն։